դեռ երեկ էր, հա, հայտին դարձել, որոշակի տեղեկություններ հրապարակվել, մամուլն էր գրել էր, որ սադրանքների են պատրաստում, ձերբակալությունների են պատրաստում եւ հայակվեն իդեմս ձեզ դեռ ուշ գիշերից այստեղ հերթապահներ։ Ձեզ համար սպասել էր, որ այս ձևով գնան այս քայլերի։ Բայց գիտեք, անկեղծ ասած, երբ որ այդ տեղեկությունները հայտնվեց, ինձ թվում էր, որ իշխանությունը իր հերոսակախմբերն է կազմակերպելու ուղարկել, բայց ես ենթադրում եմ, որ մեր ներկայացումը զսպող դեր ունեցավ եւ իրանք հասկացան, որ հերոսակախմբերով վերագրավելու իրանց փորձը հաջողություն չի ունենալու, ուստի այսօր դուք տեսնում եք, նկարանում եք այս ամեն ինչը, տեսնում եք, որ այստեղ տառացիորեն հարյուրավոր, եթե ոչ հազարից ավել ոստիկանական ուժ է կենտրոնացած, սա եւ այո, ԱԱՑ-ի դիմակավորված եւ այլն։ Սա մեր պատմության մեջ աննախադեպ բան է, երբ որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրավապահ մարմինները գրոհում են վեհարանը։ Սա մի բացատրություն ունի ընդհանրապես, այդ բացատրությունն է նա, որ ոստիկանությունը եւ մնացած իրավապահ մարմինները ծառայում են թշնամու կամակատարին, որտեղ միայն թշնամին կարող է փորձել ուժով գրավել հայ ժողովրդի սրբության սրբոցը, հայ առաքելական սուրբ եկեղեցու Մայր Աթոռի վեհարանը։ Սա աննախադեպ երևույթ է։ Ու ես կարծում եմ, որ մենք բոլորս արժանապատիվ քաղաքացիներով ըստեղ ենք, որպեսզի մեր ներկայությամբ թույլ չտանք, որ տեղի ունենա մի բան, որը դարերով մեզ խայտառակ կանի։ Դարերով, այսինքն այս խարանը, այս ամոթը մենք բոլորս ներկաներս չենք կարողանալու մարսել, որովհետև մենք որպես այդպիսին ժամանակակից քրիստոնյա ազգ ենք, որտեղ մենք ունենք այս եկեղեցին, որտեղ այս եկեղեցու պատմությունը 1700 տարի չի ընդհատվել, որտեղ երբ որ պետություն չենք ունեցել, ինքնապետություն եղել, երբ որ մենք չենք ունեցել դպրոց ու հիվանդանոց, ինքը եղել է դպրոց ու հիվանդանոց մեր համար, եւ զգալի չափով շարունակում է լինել եւ դպրոց, եւ հիվանդանոց, եւ կրթարան, եւ այսօր թույլ տալ այն պետությանը, որ այս ընթացքում այն իշխանությանը տապալել է ամեն ինչ, զախուղել է ամեն ինչ, հանձնել է Արցախ, հանձնել է Հայաստանի տարածքներ, շարունակում է դրանք հանձնել համառորեն, մի հատ էլ գա վեհարանը գրավի, նշանակում է ավելի լավ է թող մեր դիակների վրով անցնեն նոր վեհարանը գրավել։ Ես ուրիշ ասելիք չունեմ, թող անցնեն մեր դիակների վրով, թող մեզ սպանեն նոր վեհարանը գրեն։ Սա եկեղեցու դեմ չէ, այլ կոնկրետ Սա եկեղեցու դեմ է, որտեղ առանձին վերցած հոգևորական Միքայել arczepiskopos Աչապայանը որևէ հանցանք չի գործել։ Նա ընդհանրապես ինչ որ խոսք է ասել 1 տարի առաջ, որը անհետևանք է։ Հանցանքը պետք է ունենա իր մեջ վնաս տալու մտադրություն, վնաս պատճառելու մտադրություն, եթե չկա վնաս, չկա հանցանք։ Միքայել arczepiskopos-ը ինձ էլ է բազմիցս շատ կոշտ խոսք ասել։ Ես խոնարհաբար այդ խոսքը ընդունել եմ որպես եկեղեցու խոնարհ զավակ, չեմ վիրավորվել նույնիսկ։ Ոնց կարա այդ խոսքը լինի հանցագործություն։ Եթե այդ հանցագործությունը առ այդ հանցանքի վնասը, ցույց տվեք մեզ, իհարկե ոչ մի վնաս չկա, բայց սա ինչ որ տեղի ունենում մեր աչքի առաջ, սա խայտառակ վնաս է։ Մեր ամբողջ ազգին ես համոզված եմ, որ այսօր թուրքը, ադրբեջանցին, մեր մնացած թշնամիները նստած հեռերում են, ծիծաղում են, թե ոնց է իրանց այս թուլամորտ կամակատարը իրականացնում են ինչ որ իրանք չէին կարող երազել ընդհանրապես։ Երազել մտնել վեհարան։ Երբ կարող են իրանք երազել միավ։ Վեհի Փաշան չկարողացավ մտնի վեհարան, որտեղ Քաջարի հայ զինվորները պաշտպանեցին վեհարանը Սարդարապատում։ Այսօր թուրքի կամակատարը հայ ոստիկանի, հայ ԱԱՑ աշխատակցի ուժով փորձում է մտնել վեհարան, սա բոլորից համար խարան է, պարզապես։ Ուստի կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, բոլոր են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք եղել են փողոցներում, պայքարել են այս իշխանության դեմ։ Սիրելիներս այսօր այդ օրն է, եկեք Էջմիածին, իհարկե ճանապարհները փակում են, փորձում են խոչընդոտել, բայց եկեք Էջմիածին, տեր կանգնեք մեր սրբությանը։